Ալիևը ձեր հետ գալիս էր գլուխը կախած էր շփվում։ Մենք այդքանը տենալով արդեն ձեր ուժն էինք տենում։ Ինչի համար է ինքը գլուխը կախ գալի ձեր հետ հանդիպման։ Բայց հիմա այդ նույնը տենալով հակառակ process-ը, որ մեր երկրի վարչապետը գլուխը կախ Ալիևի դեմը կայնում, արդեն այս ժողովուրդը անկախ ամեն ինչից թևաթափ է լինում։ Ու չենք տենում վարչապետ, որ կարա իրոք այս երկիրը ղեկավարի։ Այսօր ինքը արտահայտությունը անում, որ եթե ես չընտրվեմ, աղետալի պատերազմ ալնելու։ Ես մի բան եմ հասկանում այդ իր արտահայտությունից, որ այդ արտահայտությունով սահմանամերձ գյուղերն է դատարկում։ Ինչքան վախեցող ժողովուրդ կան, որ վախենում են իրոք աղետալի պատերազմից, ինքը ցույց է տվել ժողովրդին։ Կոնկրետ այս բնակավարի ժողովուրդը մի անգամ արդեն փախել են։ Ինքը ես մտածում եմ, որ այդ ինատու է արտահայտվում, որ փախեք ձեր տներից։ Ես 300,000 արտահայտություն են անում ադրբեջանցի բնակվելու այս տարածքներում։ Մի ադրբեջանցի հերիք է մտնի այստեղ ու ես չապրեմ այստեղ։ Որովհետև ես այսօր իմ համագյուղացիներն են, իմ հարազատներն են, իմ բարեկամներն են, իմ երեխուն թողում եմ իմ տնից ոտքով գնում է դպրոց։ Բայց եթե այս գյուղում եղավ մեկ ադրբեջանցի, ես չեմ կարա գնամ աշխատեմ, որ իմ ընտանիքը պահեմ։ Ստիպված պետք է երեխուս ձեռը բռնեմ գնամ դպրոց, դպրոցի դեմը կայնեմ, նորից իմ երեխուն հետ բերեմ տուն։ Եղավ չկարեցա ընտանիքս պահեմ։ Ու էլ եմ ասում, այն վաղտ մենք ունեցել ենք քարվաճար, միշտ մտածել ենք, որ մեր թիկունքում կա քարվաճար։ Այսօր մնացել է մի հատ Հայաստանին այս սահմանամերձ գյուղերը։ Այս էլ եթե տվինք, հաջորդը Երևանն է։ Ու խնդրում եմ մեր Երևանի բնակիչներին, մեր քաղաքների, մեր հեռու որտեղ որ ապրում են սահմանից, թող ճիշտ կողմնորոշվեն իրաց ձայնը ում են տալի։ Թող մտածեն այս սահմանի մասին, սահմանում ապրող ժողովրդի մասին։ Իրոք խնդրանքը սա ժողովրդին դա է, որ այսօր չդատարկեն։ Այդ պատերազմի սպառնալիքների մասին լավ ուղղակի հիշեցրեցիք։ Ես մի հետարքիր է ուղղակի դուք ենթադրում եմ, որ հետևում ենք ամեն ինչին, իդեպ սահմանի ժողովուրդը, սահմանում ապրող ժողովուրդ ավելի զգայուն է անվտանգային հարցերի վերաբերյալ, բայց ում է պատկանում բառը արտահայտությունը հարբեցող ծաղրացու եւ ում մասին է։ Գիտեք։ Ով ասել եւ ում ասել։ Ասել Ալիևը Նիկոլ Փաշինյանին։ Նայ քաղաքականության մեջ կա հետեւյալը։ Եթե դու վախկոտ ես, եթե դու վախած ես, դու պատերազմի համար էստի համեցեք ես։ Հիմա Հայաստանի իշխանությունը պատերազմի ամենից մեծ սպառնալիքն է, որովհետև իրեն հետ շփվելով, իրեն գնահատելով, հարևանը հասկանում է, որ դիմադրություն չի լինելու, որ դիմացը հարիվ է, վախած կզած, եւ եթե ուզում ենք մենք ոտի վրա կաղնենք, գլուխ բարձրացնենք եւ ուզում ենք խաղաղություն ունենալ, որը մեր արժանապատվությունը պետք է այն հենարանը լինի, որ այդ խաղաղությունը, որի վրա պետք է կառուցես, ուրիշ ուղղակի տարբերակ ժողովուրդ ջան չկա։ Չկա։ Եվ այդ արտահայտությանը որևէ կերպ Հայաստանի Հանրապետության վարչապետը չի էլ արձագանքել, բան էլ չի ասել, ոնց որ իրեն չեն ասում։ Բոլորս մենք պետք է այդ վերավորանք պետք է ընդունենք մեր հասցեին, որովհետև քո երկրի առաջի դեմքի մասին է դա։ Նվաստացնում է երկիրը, նվաստացնում է ժողովուրդը։